Ողջույն։ Երբ քաղաքական ուժը չստանալով ընտրություններում իր ուզած արդյունքը այնուամենայնիվ նկարում է հաղթանակ եւ փորձում ղեկավարել երկիրը, հաշվեք անցում ենք կատարում ել ավելի վտանգավոր ժամանակաշրջան, որ այս ընտրությունները եղել են ամենախայտառակը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եւ ամենախայտառակներից մեկը այսօրվա աշխարհի պատմության մեջ շատերի համար այլևս կասկած չկա։ Բայց ուշագրավ են ընտրակեղծարարների հոխորտանքները, մունատները։ Փաշինյանն ասում է, ժողովուրդը գիտի, իր ձայնը կեղծվել է, թե չի կեղծվել։ Ժողովուրդը երեկել էր վստահ, այսօր էլ է վստահ, որ այս շենքում իր ընտրած մարդն է նստած եւ միշտ լինելու է իր ընտրած մարդը։ Խնդալու բան կասեմ, բայց էլի սուտ է ասում։ Այն մարդը, որ 2026-ի ընտրություններում փորձում է այդ շենքում մնալ, դա անում է հակասահմանադրական, հակաօրինական կերպով։ Նրանք գողացել են, ստիպել, կորզել են ժողովրդի ձայնը, այն էլ այնքան, որ իշխանություն լինեն, դա էլ չեն ստացել։ Երբ Փաշինյանն ասում է ժողովրդի ներկայացուցիչն է, թող ասի, որ ժողովրդի ներկայացուցիչն է, որովհետև նա հայ ժողովրդի ներկայացուցիչը չէ, անգամ քաղաքացիների մեծամասնության ներկայացուցիչ չէ, անգամ մասնակցածների ներկայացուցիչը կոչվելու իրավունք չունի։ Կարող է թուրք ժողովրդի ներկայացուցիչը կամ Ադրբեջանի ժողովրդի կամ ՔՊ-ի, բայց հաստատ ոչ հայ ժողովրդի։ Ալեն Սիմոնյանն ասում է, մենք 65% մաքուր ձեն կտանեինք, եթե 100,000-ներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս։ Այս խմբակը ունեցել է մեծ ախորժակ եւ ամեն քայլի դիմել է այն բավարարելու համար, բայց կարողացել է խփել ընդամենը 49%, անգամ 50 չի ձգել։ Իսկ այդքանը ոնց է խփել։ Շատերը գիտեն ոնց։ Շատերին բացահայտ կաշառելով, պետբյուջեի հաշվին, օրինակներով խոսենք։ Եթե ԿՊԱ-կան կառավարությունը ընտրություններից կարճ ժամանակ առաջ բյուջեի հաշվին չլուծեր տաքսիստների մոտ $4 միլիոն հասնող պարտքի հարցը, քանի ձայն պակաս կտաներ 20,000, այն հին Նիկոլի ձևով ասեմ, առավ իհարկե։ Արդյոք դա ընտրակաշառք չէր։ Եթե Փաշինյան ընտրություններից առաջ $300 միլիոն ավելի կաշառք չբաժաներ թոշակառուներին, քանի ձայն պակաս կտաներ 400,000, դե հա, պայմանական, հոսախ չգնացին իրեն ձայն տային, պարզ է։ Եթե ընտրություններից առաջ չբարձրացնեին Երևանի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձը, քանի ձայն պակաս կտանեին 10,000, ինչու 1 տարի առաջ չէին անում, ինչու 2 տարի առաջ չէին անում, պահում էին 26 թվին, բա թե այդ չէր նպատակը։ Կարող եմ այդպես մտածել։ Եթե ԿՊԱ-կան մարզպետներն ու համայնքապետերը պետբյուջեի հաշվին ընտրակաշառք չբաժանեին ժողովրդին, սոցօգնության անվան տակ, քանի ձայն պակաս կտանեին 50-100,000, գուցե շատ էլ, ինչ իմանամ, ընտանիքներ են, մարդիկ են, բոլորներ կարիք ունեն։ Սրանք էլ պահում են, մեկ էլ հոպ ընտրություններից 1-2 ամիս առաջ ասում են, եկեք տնանք ինչի կարիք ունեք, եկեք լուծենք։ Բա սրա անունը ի՞նչ է։ Եթե Նիկոլը Պրավայից զրկվածներին կաշառք չխոստանար, քանի ձայն պակաս կունենար։ Հələ տեսեք ինչ քանակների մասին է խոսքը։ Սրանք ոչ ամոթուն են, ոչ աբուր։ Եթե ՔՊ-ի Մքայլի հիմնադրամը չխախտեր բարեգործության արգելքը, քանի ձայն պակաս կտաներ։ Եթե չհայտարարերին աղբահանության, անշարժ գույքի, ավտոմեքենայի գույքարկի մինչև 18 թիվը պարտքերը ջրելու մասին, քանի ձայն պակաս կտանեին։ Եթե ընտրություններից 2 ամիս առաջ ագրոպարենային ոլորտում անտոկոս վարկերի որոշում չկայացնեին, քանի ձայն պակաս կտանեին։ Այդ ինչ մի որոշեցին տենց լավություն անեն մի տարի առաջ, մի քանի ամիս առաջ ընդամենը։ Մի տարի առաջ անեիք, 2 տարի առաջ անեիք, հետը խլեցին սեփականատիրոջից ու իրականում հենց սեփականատիրոջ հաշվին, բայց դե իրենց դեմքով այդ աշխատողների մի մասին, եթե չասեին ձեր հոսանքի վարձը այսուհետ ձրի է, քանի ձայն պակաս կտանեին։ Պատկերացնում եք, Սամվել Կարապետյանը այդպիսի բան նախաձեռներ, հիմա սա ղեկավարությունը կալանավորած էր։ Բայց քանի որ ԿՊԱ-կան Ռոմանոսն էր, դե դա նորմալ է։ Չգիտես ինչու որոշել էր հարսով փեսուն լավություն անի, բայց դե արդյունքի ակնկալիքով էր։ Բայց ինչի համար ափալ-թափալ Կարապետյանին տարան կալանքի, հեծը զավթեցին, էլ իմաստը որն էր իրենց աչքով։ Զինծառայության ժամկետը ընտրություններից առաջ կրճատեցին, որ ինչ լինի։ Կասեք, ինչ որ ուրիշ նպատակ կա դրա մեջ, բա անհուսալի վարկառուների պարտքեր ջրերը, էլեկտրամոբիլների գույքարկը մի 100,000-ով իջեցնելը, քանի ձայն պակաս կտանեին, եթե դա չանեին, հենց այս մեկ տարվա եւ հատկապես վերջին ամիսներին։
Ալենը 65%-ից էր խոսում։ Բայց այդքան որ վստահեիք, ստանայիք։ Իրապես արդար ընտրությունների պարագայում մաքուր ձայները քանի տոկոս կլինեին, Ալեն։ Իմ կարծիքով այս եղածից մի 10 անգամ պակաս, գուցե ավելի քիչ։ Այս ամենը նորմալ երկրներում, նորմալ դատախազության եւ քննչականների դեպքում հանցագործություն կհամարվեր։ Իսկ ընտրություններին չպիտի հասնեիք, մի փոքր որ այդ պետական ապարատը ծառայելուց չլիներ ձեր շահերին, ծառայեր պետության շահերին, չեք հասնի դուք ընտրությունների։ Եթե Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ղեկավարությունը նրանց ուղիղ չմիջամտեին ու բացահայտ աջակցություն չհայտնեին, քանի ձայն պակաս կտաներ Նիկոլը։ Բայց ձեր ինքնիշխանությունը ուր մնաց։ Այդ ինչ դրսից տղերք եք բերում։ Ես պատկերացնում եմ Քոչարյանին 2003 թվականին Բուշը, Շիրակը, էլ չասեմ Պուտինը նախընտրականի ժամանակ տենց աջակցող տեքստեր ասած լինեին։ Մինչև հիմա խոսելուց կլիներ Նիկոլը, մինչև հիմա։ Եթե ներքաղաքական պայքարին ՔՊ-ի կողմից դա ակնհայտ էր, չմիանային հակակոռուպցիոնը, քննչականն ու դատախազությունը եւ Նիկոլի համար չսկսեին հրապարակել ինչ որ ձայնագրություններ, ափալ-թափալ չհարուցվեին քրեական գործեր ընդդիմախոսների դեմ, համապատասխան վարկաբեկող տեքստերով, ՔՊ քաղաքական հակառակորդներին, թեկնածուներին, վստահված անձանց, ինչ որ շատ նպատակային չկալանավորեին, քանի ձայն պակաս կտանեին եւ քանի ձայն ավել կտաներ ընդդիմությունը։ Եթե Սամվել Կարապետյանին կալանքի տակ չպահեին, թողեին իր քարոզարշավը աներ, որքան կավելանային իր քվեները։ Դե թող հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսեր եւ հրապարակեր ՔՊԱ-ականների, նրանց ղեկավարության, նրանց աջակիցների ամբաղ-զամբաղ խոսակցությունները, դրանց ձայնագրությունները, ստիպելով միտինգի տանելու, կաշառք բաժանելու, օգնություն բաժանելու, հակաօրինական գործունեության մասերով, քանի տոկոս պակաս ձայն կունենայինք, Ալեն։ Մեծ խոսում եք, բա ուր է ձեր այդ աջակցությունը, այդ 65%-ը։ Բա դե թող գային քվեարկեին, խեիք սաղ պետապարատը մտցնում հանցագործության տակ։ Ու այդքանից հետո էլ, եթե ԲՀԿ-ի քվեները 4-ով անվավեր չանեիք, ՔՊ-ն քանի մանդատ պակաս կունենար։ Եթե այդ աստիճան ատելության խոսք, սպառնալիք, վիրավորանքներ չտարածեր մարդամեկը, ժողովրդին չսպառնար, չվախեցներ, քանի ձայն պակաս կտաներ։ Բա որ այդքան ձեզ սիրում են, էտում էիք այդքան սպառնում, թողեիք գային քվեարկեին։ Լակոտի պես եկավ վարչական ռեսուրսը այդքան չօգտագործեիք, ստիպելով, ցուցակագրելով ձեր հավաքներին չտանեիք, տեղամաս հատուկ չտանեիք, չպարտադրեիք քվեաթերթիկները նկարել։ Եթե այդքան գաղտնի ցուցակներ չլինեին, կեղծ ստորագրություններ չլինեին, քանի հազար ձայն պակաս կտանեիք, 10, 20, գուցե 200,000 ձայն։ Բա ուր են այդ ձեր աջակցողները։ Սահմանադրական ամենակարևոր սկզբունքներից է ընտրություններում հավասարության սկզբունքը, որը խախտվել է ընտրական ողջ գործընթացում դեռ 1 տարի առաջվանից։ Ոչ մասնակից ուժերն են եղել հավասար պայմաններում, ոչ նրանց ընտրողները։ Հենց դա է հարցը։ Ու այդպես ողջ կեղծիքներով բերված ձայները դուրս ես անում, տակը Նիկոլից չի մնում ձայն։ Այս ընտրություններում երևաց Նիկոլի իրական աջակցությունը։ Իրոք որ այդ սաղ հանես, տակը մնալու է մի խմբակ։ Նիկոլ անունը այլևս չի ընտրվում։ 2018-ին այո, ձեն ստացավ, 21-ին այո, էլի ինքը իրենով կարողացավ էշը ցեխից անել, էլի խափելով, վախեցնելով, էլի ուժայինների օգնությամբ, վարչական ռեսուրսով, բայց դե ընտրեցին էլ։ 2026-ին սակայն նա վստահաբար կրել է խայտառակ պարտություն։ Փաշինյանը ձայն չի տարել։ Ձայն տարել է վարչական ռեսուրսը, ձայն տարել են բռնաճնշումները, ձայն տարել են զանազան ընտրակաշառքները։ Այդ ամենը անգամ Ալենի, Աննա Հակոբյանի, անգամ Արփիկ Դավոյանի օգտին արվեր, երևի մի 80% կհավաքեր, բայց Նիկոլի համար գործադրվել է 100%-անոց պետական ռեսուրսը ու նա հազիվ հավաքել է 49%։ Էս է ճշմարտությունը։ Նրա խնդիրը հենց դրանում է։ Նրա նյարդայնությունը հենց դրանում է, որ ինքը այլևս չի ընտրվում։ Ինքը իրենով առանց պետական ռեսուրսների այլևս 0 է։ Ժողովուրդ, չեմ չափազանցեցնում։ Իրոք որ ուր են իր հալալ ձայները։ Նիկոլն այլևս ունի լեգիտիմության լուրջ դեֆիցիտ եւ շուտով հայտնվելու է ճգնաժամի մեջ։ Այդ դեֆիցիտը թույլ չի տալու իրեն ղեկավարել։ Ինչքան էլ ճոռոմ խոսքեր ասի, ինչքան էլ թռնի վերև իջնիցած, գտնվում է լեգիտիմության ճգնաժամի մեջ։ Իրեն չեն ընտրում։
Դա ասում են ոչ միայն խորհրդային անցած ու չանցած ուժերը, ասում է ամբողջ ժողովուրդը, տեսնում է ողջ աշխարհը, բոլորն են չէ տեսել պետական ընտրակաշառքը, ընդդիմադիրների վրա գրոհները, խուզարկությունները, ձայնագողությունը։ Նրա դրսի գործընկերներն են ապացույցները տրցակներով հավաքել ու պահում, որ պետք եկած ժամանակ իր դեմ օգտագործեն ու ստանան։ Արևմտյան ուժերն ու տարբեր դեսպանատներ այդ կեղծիկների տրցակները օգտագործելու են որպես վսկապ Նիկոլին իրենց ուզած ուղղությամբ քաշելու համար։ Սրան տեսեք հլը։ Մեր երկիրը թաղել է խնդիրների ու կորուստների մեջ, զորով իշխանություն է պահում, ուզում է տպավորություն ստեղծել դրա հետ էլ, թե մեր երկրում գլխավոր խնդիրն է նա, որ Քոչարյանը ազատության մեջ է։ Ասում եմ, մարդիկ ինձ կոնկրետ ասում են, խիա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ։ Սուտ է։ Մարդիկ քեզ հարցնում են, ինչու 20 թվականի նոյեմբերի 9-ին ինքնասպան չեղար։ Ինչու 5000 զոհերի ու դավաճանության համար դատված չես։ Մարդիկ այդքան հիմար չեն, որ ամբողջ երկիրը վարիտաս ու հիմարացնես, թե մեր երկրի խնդիրը Քոչարյանն էր, հիմա էլ նաև Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն են։ Քոչարյանը 18 տարի իշխանության չէ։ Մարդուն տարյուկես ապօրինի կալանավորել ես տվել։ Սամվել Կարապետյան մի տարուց ավելի ապօրինի կալանքի մեջ է։ Ու մեր երկրում բան է փոխվել դեպի լավը։ Ոչ, չի փոխվել ու չի էլ փոխվելու, որովհետև մեր երկրի խնդիրն ու փորձանքը Փաշինյանն ինքն է։ Ու իր հետ հավասար մեր երկիրը կուկուռուզի պես կրծող իր պրոթուրքական թիմը։ Կարճ ասած, անեք Տիկոլի տակից պետական բյուջեն, պաշտոն կորցնելու վախով ապրող պետաշխատողին, քննչական, դատախազական, հակակոռուպցիոնին, ոստիկանական մահակը, ու նրանից կմնա միայն իր շլյապը։ Նա այս ընտրություններին մասնակցել է ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես պետական բյուջե։ Ու եթե անգամ այդքանից հետո է նման արդյունք գրանցել, կարող եք համարել, որ Նիկոլ Փաշինյան երևույթը որպես ժողովրդի ներկայացուցիչ, ժողովրդի վարչապետ, ժողովրդի ծոցից ելած այլևս չկա։ Կա պետական իշխանությունը ուզուրպացրած մեկը։ Նա մարդկանց վախեցնում է, որովհետև մահուչափ սարսափում է իր ապագայից։ Այս ընտրակեղծիքների ու լեգիտիմության դեֆիցիտի գինը Նիկոլը չի վճարելու, վճարելու է Հայաստանը։ Մի բան այնուամենայնիվ կուզենամ, որ միշտ հիշի. այն, ինչ արել է Փաշինյանը մեր պետության ու ժողովրդի հետ, այդ հանցավորության մեծ մասը վաղեմության ժամկետ չունի։